Սիրելի հայրենակիցներ, ինչպես ես ձեզ արդեն շատ անգամ ասել էի, այլ ելք չունենք, ստիպված ենք մինչև 26 թվականի մայիս-հունիսի ընտրությունները սպասել, որ վերջապես այս նիկոլականներին, ռոբականներին, սերժականներին քշենք մեր քաղաքական դաշտից։ Եվ դրա համար մենք նախապատրաստվում ենք, որպեսզի գոնե այս 25 թվականը դառնա բեկման տարի, դառնա մի տարի, երբ որ մենք հնարավորություն կունենանք վերջապես հասկանացնենք, որ ախպեր ջան, որևիցե խնդիր չկա։ 26 թվականի ընտրություններին կարող ենք ազատվել եւ ես Կիրակի օրը ժամը 4-ի իմ ուղիղ եթերում մանրամասն կանդրադառնամ այդ հարցին։ Որևիցե խնդիր չկա, մենակ խնդրում եմ ձեզ, հարգելի տիկտոկցի մեր հայրենակիցներ, եղեք հավատով եւ եթե համատեղ քայլենք, համագործակցենք, կազատվենք այս վատ իշխանավորներից եւ կհասնենք լուրջ արդյունքի։ Սիրելի ազգակիցներ, ինչպես ես արդեն ասել էի, մենք ձեր աջակցության խիստ կարիքն ունենք։ Չնայած ավել պակաս շատ են խոսում, բայց մենք իրոք խելոք կարգի ժողովուրդ ենք եւ շատ ավելի լավ ապրելու իրավունք ունենք։ Բայց ցավոք, մեր քաղաքական դաշտի անկատարելության այս ապիկար իշխանավորների, նրանցից էլ ավելի վատ նախկիներ կոչվող ռոբականների, սերժականների, մենք անընդհատ անդունդ ենք գլորվում, վախևորված վաղվա օրվա մասին միայն մտածում։ Իհարկե օր առաջ է անհրաժեշտ ազատվել նրանցից, բայց նրանք այնպես են կարճած իրենց աթոռներից, իրենց փողերից, որ առանց քաղաքացիական լուրջ բախումների, առանց արյուն թափելու նրանք չեն հեռանա։ Եվ մենք ուզած ստիպված ենք սպասել, որ մինչև եկող տարվա ընտրությունները գան, որ օրենքով կարգով վերջապես նրանցից ազատվենք։ Երկի փրկության մենք ծրագիր ունենք, լուրջ ծրագիր ունենք, պետք է միայն ստեղծել համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող մի հատ մեծ դաշինք, ուժերի մեծ դաշինք, եւ դրա եթե մենք կարողանանք այդ դաշինքը ստեղծել, հարց չկա, կազատվենք այդ վայ նախիններից եւ վայ նորերից։ Դրա հնարավորությունը կա, քաղաքակիրթ աշխարհն էլ մեզ կօգնի, միայն համախմբվել է պետք։ Նախաձեռնող մեր խմբի անունից դիմում եմ մեր ապագայում մտահոգ բոլորին կոչով, ներգրավվեք, մասնակցեք այդ սուրբ գործին։ Ձեր չարչարանքը անպատասխան չի մնա, դուք էլ ձեր դաժանի տեղն ու դերը կստանաք։ Եվ ես իմ ուղիղ եթերում շատ ավելի մանրամասն ձեզ կներկայացնեմ ինչպես է պետք, ինչ է պետք անել եւ ինչպես համատեղ ջանքերով այս գործում ներգրավենք որքան հնարավոր է շատ մեր հայրենակիցներին։